Ինչպես բնորոշել անցումային արդարադատությունը։ Այն կարելի է ներկայացնել որպես հետռեպրեսիվ եւ հետպատերազմյան հասարակություններում ժողովրդավարական հազարակարգին անցնելու գործընթացների եւ գործողությունների մի ամբողջություն, որոնք ուղղված են արդարության վերականգնմանը։ Այս համատեքստում անցումային բառն ընդգծում է ոչ ժողովրդավարականից դեպի ժողովրդավարական հասարակարգի անցման միտումը, իսկ արդարություն բառն այստեղ ավելի ընդգրկուն կիրառում ունի։ Այն չի սահմանափակվում միայն դատարաններով, այլ ներկայացնում է արդարության վերականգնման բազմամակարդակ եւ բազմակողմ գործընթաց։ Անցումային արդարադատության գործողությունները լինում են հետահայաց, այսինքն ուղղված անցյալի հանցագործությունների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումների բացահայտմանը կամ հեռանկարային, այսինքն միտված հասարակության մեջ առկա հակասությունների կարգավորմանը, հասարակության տարբեր դերակատարների միջև փոխհստացության կառուցմանը եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների կրկնության կանխարգելմանը։ Գործնականում անցումային արդարադատությունը հենվում է մի շարք դատական եւ ոչ դատական միջոցների գործիքների վրա, հետաքննելու նախորդ ռեպրեսիվ վարչակարգերի անարդարությունների եւ մարդու իրավունքների խախտումների լայն շրջանակը։ Հաջորդ ռիլերում մանրամասն կանդրադառնանք այդ գործիքակազմին։